Քելետի այդ Ում եք բարևում, պարոն Չախոյան։ Ձեզ էլ են նկարում գիտեք։ Թաղապետարանի աշխատակիցները ձեզ նաև վերևից նկարում են։ Հուշեք, որ 21-րդ դարում ուղիղ եթերով կարող են հետևել։ Մենք էլ իրանց ենք նկարում։ Սպասենք սայլի լրագրողները ոնց էլի եկան։ Մի սպասին։ Իրանք կհասնեն։ Հասան արդեն մոտ են։ Իդեպ զուգահեռաբար հենց այս պահին մետրո է գնացել քաղաքապետ Ավինյանը։ Ես հույս ունեի, որ Ավինյանը մի անգամ կրեատիվ կգտնվի եւ կգա այստեղ եւ ինքը ձեզ հետ կպարզաբանվի առաջին անգամ գոնե տետատետ։ Աջակցեք Արշավն պարզաբանը ինչ է տեղի ունեցել։ Լավ։ Խաղապետը Նախ շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, լուսաբանելու համար։ Չախանջը մի շարժեք։ Եղել է հետևյալը այն, որ հերթական այս իշխանության թալանը բացահայտելու տեսանյութը նկարելով, հրապարակելով ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ տեսանյութը հրապարակել ակնհայտ քպեական կուսակցության ավականու անդամ Երևանի քաղաքապետարանի իր ընկերությունն այդ աշխատանքները իրականացրել, տենդերը, որի Ում ընկերությունը ներեցեք։ քպեական քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի ընկերություն։ Ավականու տեխնացու է եղել, այսինքն ընտրությունների ժամանակ Լիլիան Արմ ընկերության տերը եղել է քպեական ցուցակում, այսինքն քպեի ցուցակում է եղել։ Այսինքն սեփական թիմակցին բյուջեի հաշվին մցրել են տենդերների մեջ մանկապարտեզի նորոգման։ Իրենք իրանց, այսինքն իրանց սիրած ֆիկտիվ գրանցված ինֆորմեյքին։ Ահա։ Որի արժեքը պայմանագրի կազմում է շուրջ 300 միլիոն դրամ, որը պիտի մանկապարտեզը շահագործման հանձնվեր արդեն իսկ շուտվանից, սակայն շահագործման չեն հանձնել եւ քանդվում է։ Այսինքն դեռ չավարտված շինաշխատանքները արդեն քանդվում է 105 մանկապարտեզը։ Եվ շահագործման չի հանձնվել։ Այնինչ արդեն ժամկետով արդեն շուտվանից պետք է շահագործման հանձնել։ Եվ ես պարոն Մանուկյանի հետ այդ տեսանյութը նկարել ենք, հրապարակել ենք, որից հետո վարչական շրջանի ոչ բարոկ խաղապետը ինձ զանգում է իմ հեռախոսին եւ անձնական հեռախոսին, հա, ու սկսում է սպառնալ ինձ։ Սպառնալ Օրինակ ինչ է ասել։ Ինչ է սպառնալիք։ Որ հայոյանքներ է, չէ՞։ Սպառնալիք, հենց այդ սպառնալիք եւ Չէ, հայոյանքն ուրիշ է, սպառնալիքն ուրիշ է, պարոն Չախոյան։ Երկուսը իրար հետ։ Օրինակ ինչ է ասել, որ սպառնացել է։ Ինչ է թալանս բացահայտել, հա։ Չի էլի էդի երևի ես էդի իմաստը էդի արտահայտեմ։ Դե սպառնալիքի հակաեթերայինը ո՞րն է։ Հա։ Բայց սպառնալիքի հակաեթերայինը ո՞րն է։ Դնենք դու յա։ Հիմա ես էլ արձագանքել եմ, ամենայն դեպս դու երով արձագանքել։ Ես էլ եմ դու երով իրան արձագանքել։ Բայց չի եկեք։ Որից հետո ասեցի տղայականով էլի, որպես իրան ինքը դերելա ճակերտավոր լավ տղուտեր։ Ասեցի տեղ ժամ կասես, կգաս, խոսանք։ Զանգերից չի պատասխանում ու թռավ, կապի չհելա։ Հիմա եկել է կաչոտ ուզելու։ Հիմա ես իրան հստակ ասել եմ, եթե կապի չնես, այս հարցը տղայականով դու չլուծենք իրար հետ, քաղաքական, այո, ոնց որ ինչպես որ իրանք եկան իշխանության, այդ է։ Հիմա բայց կներեք ինքը հանրային ծառայողը, տղայականը ո՞րն է։ Միջանկյալ մի քանի պետական փողեր են փոշիացնում։ Տեսեք, արդեն ջղաձգումները իշխանության, այստեղ ԿՊ եւ Հանրապետություն կուսակցություն իրենց դեմքն են ցույց տալիս։ Ակնհայտ է, որ 300 միլիոն դրամ մսխումը, որովհետեւ տեսնում ես, որ մանկապարտեզը անավարտ, լքված,
կանալիզացիան է ելում լցում եւ մեկը չկա պատասխանատու եւ նորից ասում եմ անկախ նրանից ով կլինի դա բարոյականության հետ խնդրեմ ունեցող մարդ է, եթե այդ ամբողջը տեսնում եւ ձեն չի անում։ Այսինքն մարդ ինչքան պետք է անբարոյական լինի, որ մանկապարտեզներում տեսնի, որ գալիս են կիսավար, լքված թողնում գնում են եւ ձեն չանի։ Անկախ նրանից դա կլինեմ ես, իշխանությունը, Պողոսը, թե շարքային Այսինքն թաղապետը իր վարչական շրջանի թաղապետը օրինակի համար ես նաեւ պետք է խնդրեմ Արտուրին Չախոյան, որ ինքը զրույցը հանրայնացնի, եթե ճիշտ կհամարի եւ դրանից հետո բոլորս միասին պատասխան ուզենք եւ նաեւ մեր հասարակությանն ասում եմ Ժողովուրդ ջան, տեսեք կեղծ հանրապետության կուսակցությունը Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը խաբելով ընդդիմադիր դաշտից հանդես եկող ձեները քվեները գողացող այսօր կոալիցիա դարձողները դառնում են մարդիկ վարչական շրջանի ղեկավար, ովքեր մանուկ հասակում եղել են Շմայսի ֆան կլուբի ներկայացուցիչները, ովքեր երազել են մեծանան դառնան Շմայս, բայց գոնե Շմայսը պատերազմում անցած ճանապարհ ուներ, սրանք ինչ ճանապարհ ունեն։ Ես սպասում եմ հիմա պարոն Չախոյանի արձագանքին, որից հետո վերջնական կարտահայտվեմ ես։ Ես կարձագանքեմ, բայց փորձենք մի հատ կապ հաստատեմ, միգուցե ներսումը եւ Կիշնի, դա աշխատանքային ժամ է։ Դե աշխատանք։ Եկեք բոլորս միասին Այսինքն ոչ միայն գումարներ են փոշիացրել, նաև սպառնալիքների մասով հնարավոր է դուք իրավաբանորեն մտնեք նաև դատարան, հա, հայցով։ Ես լսեցի ձեր վարչակաշրջանի ղեկավարի մոտ կարող եմ բարձրանալ, ինչի աշխատում։ Վարչական շրջանի ղեկավարի, որպես ավականի բոլոր Երևան քաղաքի ոտոթենք չէ։ Ուր է գնացել բան Քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը հարցել եմ, ասում են ստեղ չի։ Փախել է ինքը, ժողովուրդ։ թռած է, թռած է։ Քաղաքապետարանում Ուրեմն նորից կրկնեմ, քաղաքապետը կոնկրետ մետրոյի կայարանում է, ես եկել եմ այն անպատասխանատու մարդուն, ով կարող է զանգել հետևից արտահայտություն թույլ տալ, իր երեսին նայեմ, իմ ասելիքը ասեմ ու իր երեսին, վարչական շրջանի անլվա ղեկավարի, ով որ իրան թույլ է տվել ոչ պատկեշտ պահված, ով որ դե եմի շուտով կիմանաք, ես սենց ասեմ ձեզ Ես որպես ավականի իրավունք ունեմ ցանկացած շենք մտելու քաղաքապետարան, ինչի համար իմ ID չի ճանաչում։ Ով է սա պատասխանատու։ Երբեք եկել ID ներկայացնել։ Ես քաղաքապետարանում եմ ներկայացրել, իմ face-ը ճանաչում։ Կապ չունի բոլոր շենքերը ես կարող եմ Պարոն Մանուկյան, դուք եք ասում։ Պարոն Մանուկյան, Դուք եք ասում։ Անհարմար է, դե դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում։ տնտեսվարը դուք անվտանգության հետ ի՞նչ գործ ունեք։ Հաստիկներ։ Ուրեմն Բայց հայ անվտանգության հետ դուք ի՞նչ։ Ուրեմն այդ վախկոտ սրան վարչական շրջանի ղեկավարին Բարիս ուղի իմաստով շատ լավ իմացել է ժամը 3-ին գալու անստեղ, պարտավորը ստեղն է։ Եթե դες թռած է ինքը, եթե ինքը թռած է, մի շարունակենք մեր ակցիան։ Ուրեմն շարունակում ենք։ Այստեղ գուցե չի։ Եկեք հենց ստեղ, այստեղ փաթաթով եք բանը։ Ուրեմն Ժողովուրդ ջան, եկել ենք պատասխան ուզելու, վարչական շրջանի ճակերտավոր ղեկավարը թռել է, ինքը բեզաչոտնիկ է։ Ինչա։ Բեզաչոտնիկ, թե քաղաքական, թե տղայական առումով։ Անունը կասեք վարչական ղեկավարի։ Ոչ բարով Էս ոչ ու բարովն է։ Տիգրան Տեր-Մարգարյան։ Ուրեմն Ժողովուրդ ջան, հիմա ես Գուցե նկարը պահեք այստեղ, որտեղ չհասցրինք նկարը։ Ձայնագրությունն եմ միացնում ու հիմա ղեկավարի խոսակցությունն է։ Բայց դուք հրապարակային ասել եք, որ գալու եք, այսինքն նա միտումնավոր է տարածքից հեռացել, թե գուցե տարածքում է վախեցավ ձեզ հանդիպել։ Հա? Բա ինչա։ Լյոչիկա առանց պարաշուտի։ Ուրիշ բան էլ է։ Ուրիշ բան էլ է։ Լոջիկները գոնե լուրջ գործ են անում։ Ուրեմն Ժողովուրդ ջան, խնդրեմ խոսափոխությունը մի փոքր մոտիկացնենք։ Ես հիմա միացնեմ ձայնագրությունը ամբողջ խոսակցության։ Տուերը միացրեք։
Զվուկը բարձրացրեք։ Լկներեք էլի, ժողովուրդ ջան։ Սա ձեր տեսանյութը հրապարակելուց հետո թաղապետ ինչյան Տիգրան Տեր-Մարգարյանը զանգում է ինձ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ֆոտո աղմուկա, որ տեսենք։ Զայնակությունը Մեսրոպ ջան խանգարում ենք եղբայր։ Սկոճի ձայնը Զուկը բարձրացրեք։ Թափեմ ես քո վրեն, արա։ Դեք տենան, արա։ Թափեմ վրեն, արա։ Լսի որնա, պեշակ պայմանավորվեք տենան կիրան, դեք թափեմ մրդի։ Պատասխան ես տալու, այ համբալ։ Համբալ իշկա դեպքից շպտացիք լավս գացիք ոգևորվան, արա։ Այ համբալ։ Հեսա դեն այ հալետի չանելու, արա։ Կարլը խելու եմ քեզի, այ համբալ։ Քեզի դրել եմ տարի տեր, տեր շապկաս ես, եղամ արա։ Քեզ որ դենում ես Ներողություն եմ խնդրում այս ձայնագրության արտահայտությունի համար, ինքը ոչ եթերային է։ Փողոցային բառամթերքով թաղապետ ունի Ավինյանը։ Հասել իրավիճակի են հասել, որ հանրայնացումը անհրաժեշտ է, քանի որ այս իշխանությունը հնչեցնում է, որ ժողովրդավար իշխանություն են իրանք, սակայն մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք է, ոչ վարչական շրջանի ղեկավարի վայել պահվածք է, որ զանգում է հայյանք տալի, բացի պաշտոնյայից ինքը լավ տղա չի, ինքը, ասենք, փողոցայինով որ խոսենք, ինքը թռած թաղապետ է, որ մարդուն ասում են տեղ ժամ պայմանավորվում են գնանք տենանք, չի գալի, այն որ ասում են, որ հետո ուրիշ տեղեր չասի, դե ինքը բլոգերա բան էլի, սենց ոգևորված չխոսա, թռել է։ Հիմա ինքը գիտի, որ ստե եմ գալու, զանգերից չի պատասխանել, հիմա եկել եմ, ժողովուրդ ջան, իրան պատասխանատվության ենթարկեմ, ու հիմա Ուրեմն ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղի այս փնթու պայլաձևը, որի վրա հիմի թափել մրթներին ու երեստերին կտեսնի ինքը որնա առարկայական իրա, եթե այս մարդը մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ՔՊ-ն, հանրապետությունը միասին։ Սիրելի այնակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։ Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը անավարտ թողել այդ process-ը 300 միլիոն է եղել դրա արժեքը։ Մի ծախսել եք, թե չեք ծախսել, ասեք, օրինակի համար։ Դրանից նեղվում ես, հետևդ պաժարը անգնում, կհանգստացնենք քեզ։ Ու հիմի որպես ակցիա, ես եկել է իր դեմքին նայեք, իր դեմքին շփեք ամբողջը, ինչը կար։ Ինքը հասկանա իր մրթներին, իր պապաների մրթներին ու մնացածինը որն է լինի։ Քաղաքական պապան։ Լակոտ, չափը քաղաքական պապան։ Հիմի որպես Հիմա այս փողոցային վարքագծի համար ով պիտի ներ։ որպես ակցիա շփում են իր մրթներին։ Այսի մրթներին շփեցի։ Էսի կլուբնիկի, հա, Տիգրանի, նայ։ Մրթներին են շփում։ Թափում եմ վրե, Բերքիտ եմ թափում, արա, դու այնքան տղա չեղար, որ քո ասածների համար պատասխան տաս, ու զանգերին էլ չպատասխանեցի, ու ոչ միտը դու չես կարացես, դու լավ տղա ես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատը, որովհետև դու նորից եմ կրում, փչած զանգերին չես պատասխանել, թռել ես, հանդիպումից, եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի, էլ ճիշտ ասած ոչ եթերային արտահայտություններ կան, բայց ժողովուրդ ջան, չեմ ուզում իրանց մակարդակի ցածրանալ, այ էսա, թաղապետի դեմքը, որ թե բարոյական, թե քաղաքական առումով եկել եմ թաղապետարանում իր մրթին, իր վրա խապեցին։ Մեզնից ավելի կարևոր ոչ ես։ Խապեցին։ Նկարում է ձևը նստի նկարի։ Այ քեզ ասեմ ձեզ, մնում էր ամեն ինչը քեզ բավականաչափ լուրջ պաշտոն զբաղեցնողը իրեն թույլ է տալիս հեռախոսով զանգել, այն փաստի վրա, երբ որ դու արձանագրում ես, որ մանկապարտեզի վրա ծախսած գումարը ուղղակի չկա ու քանդվում է, իրան թույլ տա հետևից հավերանք տա, լակոտ նորից եմ ասում,
Դու լակոտ ես, բարի սուրուժ։ Իդեպ ԿՓ կուսակցության անդամ է թաղապետը։ Թաղապետը Վազգեն Սարգսյանի եղբոր Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է։ Ուրեմն իմիջայլոց ձեզ ասեմ, որ այս ամենի համար պատասխանատվություն հավասար կրում է նաև Տիգրան Ավինյանը ԿՊ-ի հետ միասին։ Ձեր համար ուղիղ հարց եմ տալիս։ Նիկոլ Փաշինյան, ձեր համար նորմալ է, որ ձեր իշխանության, ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում ամենալկտի փողոցային պահված։ Ամբողջ կյանքը նորից եմ կրկնում, երազել է, որ մեծանա Շմայս դառնա։ Գոնե Շմայսը անցած պատերազմով ճանապարհ ուներ։ Ուրիշ բան չեմ ասում, մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք։ Ասում է, թափեցինք մրթներին ու դեմքին, ոտից գլուխ իրան։ Ստեղ լիներ իր դեմքին էի թափել ու մրթներին էլ եկել։ Պատասխանը ամեն ձևի տալիս ենք, բայց ինքը Ու այս ամենը ասեմ, հետերները մրմրմատը կոռուպցիա բացահայտվել։ Բացահայտվում է ամեն օր, ամեն ժամին։ Այս իրաց քտիտակի տոմետները նույն ընկերությունն է, հետերին ասենի այգի նույն ընկերությունն է։ Երևանյան լիճը նույն ընկերությունն է։ Մի հատ էլ վերջում 2.5 միլիոն են այս ընկերությանը տալիս։ ուրեմն Այսինքն Արամ Զավենիչի կուսակիցը Արամ այս շեղելու համար է միգուցե։ Այս արդեն բանալի ինչ բաներ լանել իրենք։ լավ, Ես կարծում եմ Արամ Զավենիչի կուսակցությունը ինչպես որ աջակցեց Ավինյանին դառնալ քաղաքապետ, այնպես էլ սատարում է հիմա կոռուպցիոն գործարքներում։ բոլոր հավասար Եվ լկտի պահվածքով։ եւ լկտի պահվածքով։ Եթե դու մաքուր ես, ամբասի ես, ինչի՞ց ես ներվել։ Նորից եմ կրկնում։ Մարդ կլնեն եւ կներ հայրիկը, որպես է 300 միլիոն հատկացել մանկապարտեզն ու քանդվում է։ Դա անբարոյականություն չի։ Ասեք, անբարոյականություն է թե չէ։ Մարդ ոնց կարա լրի դրա դեմ։ Ոնց կարա լրի դրա դեմ։ Արամ Զավենիչից արձագանքներ։ Այս այգին ամբողջ այգին։ Այո, հետևի այգի։ Կեսը զարդել են Շինարարությունը, այո, հենց հիմա Թաղապետարանի կողքին երկու շենք է կառուցվում։ Էսել ենք անելու։ Նույնն է, իրաց քտիտակ, իրաց էսստերից հետ ենք գնանք կտեսնենք, իրա թաղապետի քտիտակ այգու մեջ ինչպես մեր հայրիկներ ասում, շենք են սարքում։ Երկու բարձրահարկ են կառուցվում։ Ցածել եմ ասում, սա ինչ կարգա, այսքան անուշադիր կլներ մարդիկ։ Ասում են ինչա պատը։ Հայրիկ, իսկ բնակիչները ինչու ձայն չեն հանում։ Քաղաքային իշխանություն Հենա, ձայն են անում։ Որտեղ են շենք կառուցում։ հենց կողքը։ Ես հետև այգու մեջ։ Իսկ ով է շենք Այգին կառուցում, ով զարդել են է երկու տվել թույլտվությունը, երբ են տվել։ Ընկեր, այդ բոլոր սարքավորումները ծերից գնա պարզի ով է տվել, ինչի է տվել, եւ ինչի պետք է տա, եւ ինչ պետք է քու դերն է։ Մեր աշխեն ավարտեցինք։ Է շատ լավ եք ասում, բան չասեցի իմ դերի մասը։ Բայց դուք որ հույս Սայտարարում եմ, ասում եմ, որ այդ այգին, կուսական այգի է 40 տարի առաջ կառուցվել է ինտերներով, ինչ եք տվել այդ մարդիկ, Քոչարյանը ծախել է իր բարեկամը ծախել է իր ազգականին, այդ հասել է, նշում է, այդ բազմահար չեք է։ հիմա ամեն ծախել։ Այգերը Սերշանը։ Բոլորին ինչպես ինչ է, ասում եմ այգուն գնացեք տիրություն արեք։ Արիկ ջան, որ այգին։ Հենց կողքի։ Արիկ ջան, հենց այս այգին թալանում են։ Արդեն ինքը անցած տարի պիտի հանձնված են ու չէին հանձնել։ Էդ էլ ասեմ իմանա, ժողովուրդ ջան, իրանց ցածր, իրանց մակարդակի չեմ իշնում, թե չէ որ իշնեմ շատ ոչ եթերային բառեր ասել, չնայած որ Դատարան պատրաստվում եք մտնել, չասացի։ ստեղ լինե, դեմին կասեի, չի վախենա, ինչի արդիվել ասեցի իրականում արի հանդիպենք, չեկա, վախեցավ, քաքեց տակը, թռավ, զանգերիսը չէր պատասխանում, դե համար ժողովուրդ ջան, կարգավիճակից ելնելով եկել եմ, այնքան տղա եմ, որ եկել եմ Արցախական շրջանի ղեկավարի նկարը դրել եմ ու այսպես ցապում եմ դեմքից, այսպես։ Ու ինքը ամենայն պատասխանատվությամբ եմ հայտնում բոլորին, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե չգիտեմ, փողոցային առումով ինքը լավ տղա չի ու դրա պատասխանը տալիս է նրանով որ մի մարդ եթե զանգում է հեռախոսով հայոյանք է տալի ու դրա պատասխանը չի տալի իրական կյանքում չի հանդիպում ինքը լավ տղա չի Լավ, հասկացանք, դատախազությունը չի արձագանքել ձեր տեսանյութին, ինչը թույլ տվեք ավարտել։ Գլխավոր դատախազությունը առնվազն 3 օր ուներ արձագանքելու ձեր այն տեսանյութին, որը Մեսրոպ Մանուկյանի հետ հրապարակեցիք եւ որը խոսում էր չավարտված շին աշխատանքների, բայց արդեն
փուլ եկող պատերի մասին, հա, 105 մանկապարտեզի։ Թույլ տվեք ավարտել։ Հիմա եթե դատախազությունը չի արձագանքել, երկրորդ արդեն հարվածն եք ստանում դուք, երբ որ այս մարդիկ ոչ միայն գումարներն են փոշիացնում, այլ ձեզ սպառնում են, որ դուք ձեր գործունեությունը դադարեցնեք, հակառակ պարագայում եւ այլն, այսպես հայհոյել են ձեզ։ Հիմա դուք հաջորդ գործողությունները ձեր որն ալնեն, լավ, եկաք նկարը պղծեցի, գնացիք, հետո ինչ եք անելու։ Ուրեմն ասեմ, ինչա տեղի ուներ, նախ առաջինը 150 մանկապարտեզից բացի, 105, կարծում եմ շատերը գիշեր, որ նրանք վարչական շրջանում այգի են բարեկարգել, որը այս համբալն էր ստորագրել, որտեղ ծավալների հավելագրում կար եւ աշխատանքները ընդունել էին, բայց միջև ընդունելը այս համբալին ասել է, որ ասես թերություններ կա, բայց ընդունել են, դրա արդյոք քրեական գործ են հարուցել, միջորս ոչ որ պատասխանատվության չեն ենթարկվել, հենց այս համբալի, այս Զավենիչի կուսակցին։ Այս Չակերտավոր թաղապետը ասել է կոմունալ բաժնի պետին աշխատանքից հանելու եմ, սա Երևանի քաղաքապետարանը գիտե, մի ամիս ժամանակ էր ինչ-որ տվել, ինչ-որ նոր աշխատանք գտնել ու տենց էլ չհանեց։ Միջորս ես գիտեմ, որ արդեն ինքը աշխատում է, այսինքն ի՞նչ է դուրս գալի, բայց եթե դու տղա ես այդքան, տղայական խոսք ես տալի, որ պիտի հանես, հա, խիչ ես տալի, թե քո ախորժակով քո սրտով է։ Բողոք գրելու եք նորից։ Իհարկե, գրելու եմ, բացի բողոքից հենց սա հանցագործության մասին հաղորդում է։ Ու անպայման գրելու եմ։ Ու բացի այդ ուզում եմ ասել ժողովուրդ ջան, Ինչ են հանդուրժում այս գումարների փոշիացում, այսինքն բոլորին խոպան են տվել, որ քաղաքական թիմ պահվի ընտրություններից առաջ։ Թալանի են եկել, վերջի ինչքան քերեն։ Իսկ կոնկրետ հավապետը ինչ է ներվել ձեր տեսանյութ, հասկացան եւ անշական շրջանը։ Փողերի մասով ձեր ասած անկեղծ ասած, Այս կողմն այ եթե տեսանյութը տեսել եք, ինքը, այդտեղ ես ոչ մի արտահայտություն, բաց, վիրավորը, ոչ մի բան չի ասել։ Թե խիա ներվել արդեն ակնհայտ է։ որտեղ դուք շինարարական ընկերության եք անդրադառնում, քրոջը։ Ու ինքը բախի է, ասենց ասած թեշերը թափում վրան։ Ուրեմն մի բան կա։ Մի բան կա, բայց այսինքն մոտիվացված է, այսինքն կոռուպցիա կա։ Մարդուն չես վիրավորում։ Նորմալ խոսում ես, ու ինքը զանգում է, դու իրան բարևում ես, ինքը քեզ հայերում, այդ ամենին ես ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ Հիմա որ զանգում եք չի պատասխանում, կարող է փորձել հիմա եթե։ Ներսը զանգ է։ Քաղաքապետարանի աշխատակիցները այսպես սենյակներից ծիկրակելով հետևում են իրենց շեֆին ուղղված ձեր բոլոր արտահայտությունների եւ պարզաբանումներին։ 094 40 10 30 Միկրոֆոնը։ Հա, վարսափ։ Չէ, չի վեկալը։ Հա, գուդոկը գնում է սնուց։ Դե պատասխանելիներ երեք այսքան ժամանակ պատասխաներ, այլ ոչ թե կթռներ։ Ու բացի այդ ուզում եմ հիշեցնեմ իմ գործունեության ընթացքում մոտ 3-4 առաջ Դավթաշեն վարչական շրջանի հրապարակման մեջ մեկնաբանություն էի գրել անորակ աշխատանքների վերաբերյալ, որը հենց նույն այս քաղաքական պատմություն չունեցող, ուղի չունեցող նոնեյմ քաղաքական ուժի այնտեղ ղեկավարը ինձ սպառնացել էր։ Սպառնացել էր ուղի անուններով էլի ասել։ Ես իրանց անունները կամ էլ չեմ կարողանում մտաբերեմ։ Որ քաղաքական ուժի ղեկավարը։ Հանրապետ Արամ Զավենիչն էր ձեզ սպառնացել։ Ոչ բարոք, հալալ եղբայր Արամ Զավենիչ, այսինքն այս թաղապետի կուսակցության ղեկավարը։ Այո։ Ես կեմ ասում այդպես, որովհետև այդ նույն պատասխանատվությունը Արամ Սարգսյանն էլ է կրում քաղաքական առումով։ Ու սպառնալիքա հնչեցել ու այս իշխանությունը հենց երեք ինձ զանգեցին, ասեցին, որ քննչական կոմիտեից հայտնել են, որ Արտուր Չախոյանի չանձնագրավոր են։ Այս սա ամեն ինչ է ինձ Հայաստանի քաղաքացիություն եք ստանում, ու ձեզ ուզում եք։ Չէ, անձնագիր չեն տալի, չեն տալի։ Վարչական կոմիտե, իրենք գերակայություն չունեն։ Դուք ներողություն ազգագրայինից ինչ գրավոր, ինչ պատասխան եք ստացել։ Մերժման վերաբերյալ գրավոր չեմ ստացել եմ բանավոր հեռախոսով, բայց պարտավոր են ձեզ գրավոր պատասխանել, սա տնավարի չի, էլի, պետությունը պիտի քաղաքացու հետ հարաբերվի դիմումով։ Չենք պատասխանել։ Արդեն քանի ամիս էր, որ Բավական, երևի մոտ
կես տարի 5 ամիս արդեն ուշացնում են անձնագրի Դուք այլ երկրի քաղաքացիություն ունեք, թե հրաժարվել եք Ռուսաստանից ու Հայաստանից։ չէ ունը Բայց ներկարա չհրաժարվել։ հրապարակային է ես դրա մասին հայտնել եմ Ժորժ ջան լրատվամիջոցների շնորհակալություն եմ հայտնում բայց խնդրեմ սա թողեք որ քաղաքապետը գալիս ինքը համի սիրուն է էլի լուբնիշին Դուք նաև քաղաքապետի նախասիրություններից գիտեք։ էլի հավաքեն շատ շնորհակալ եմ Ժորժ ջան բոլորին ուսաբանելու համար Էլի կզանգի թե Դե թռած է քաղաքապետը հիմա եթե զանգել ուներ կզանգեր էլ այսքանից ենքոն մարդը քաղաքապետը լի ամեն ձևի իրան որ չհասնեն իր սենյակում քաղաքապետարանում ինչ ասել ավելարով գնա իրան գցին կամրջից էլի այսքանից հետո չասել ինքը ով է չնայած բոլորն են հասկանում են ոչ եթերային ով է ինքը այսքանը Շնորհակալություն լրագրողներին